Ողջույն սիրելի ընկերներ, սա մեր Սառա տիկնիկի 4-րդ վիդեո դասն է եւ այսօր առաջարկում եմ գործել մեր տիկնիկի հագուստը։ Դրա համար մենք վերցնում ենք այս գույնի թել, յառնար ջինս եւ սկսենք։ Հելյունը նույնն է, 2.5 համարի, ինչ որ գործել ենք ամբողջ տիկնիկը։ Հիմա պետք է գործենք օդային հատիկներ։ Գործում ենք 1 հատ եւ այն քանակությամբ հատիկներ ենք մենք գործելու, որպեսզի այս հատվածում ազատ լինի։ Հիմա գործենք եւ կստուգենք։ Տեսնենք, քանի հատ է մեզ անհրաժեշտ։ Ես գործել եմ 45 հատիկ եւ սա լիովին բավարար է իմ տիկնիկի համար։ Չպետք է շատ ձիգ լինի եւ շատ թույլ եւս գեղեցիկ չի լինի։ Պետք է հաշվի առնել այն, որ մենք պետք է երրորդ շարքում 5 ավելացում անենք, այսինքն դուք վերցրեք այնքան հատեր, որոնք կբաժանվեն 5-ի։ Այն թիվը վերցրեք, որը կբաժանվի 5-ի, որպեսզի հետագայում ունենանք մենք ավելացումներ։ Հիմա պետք է միացնենք մյուս ծայրը։ Հենց առաջին հատիկի մեջ գործում ենք սովորական հատիկ։ Ընկերներ, ընթացքում անպայման ստուգեք, տեսեք արդյոք համապատասխան չափի հատեր եք վերցրել, որ շատ ազատ չլինի կամ շատ ձիգ չլինի, որովհետև գործելու ընթացքում օդային հատիկները ավելի կարճանում են։ Այսպես գործած հատերը շատ նորմալ է ինձ թվում է, այսպես շատ լավ է։ Այսքան ազատ տեղ ունենք։ Շարունակենք։ Հաջորդ շարքը եւս գործում ենք նույն քանակությամբ, ինձ մոտ կոնկրետ 45 հատիկ։ Երկու շարք արդեն գործեցի 45 հատիկով, հիմա հաջորդաբար կգործենք 8 հատիկ, 1 կրկնապատկում, 5 անգամ։ Այստեղ տեղադրենք մարկերը։ Երեք, 4, 5, 6, 7, 8, 9-րդ հատիկի մեջ կրկնապատկում արդյունքում ունենալու ենք 50 հատիկ։ Երրորդ շարքը ավարտեցինք, հիմա 4 եւ 5-րդ շարքերը կգործենք առանց փոփոխության 50 հատիկ։ 6-րդ շարքը գործում ենք հետեւյալ կերպ. 12 հատիկը 1 կրկնապատկում, տեղադրենք մարկերը։ Տասնմեկ հատիկ 1 կրկնապատկում, կրկին 12 հատիկ 1 կրկնապատկում, եւ վերջին 12 հատիկ 1 կրկնապատկում։ Այս շարքը եւս ավարտեցի, աղջիկներ ջան, անպայման փորձեք ընթացքում, տեսեք արդյոք ճիշտ եք գործում։ Հիմա 12 շարք անընդմեջ գործում ենք անփոփոխ 54 հատով, ինձ մոտ 54 հատ է։ Հաշվեք, տեսեք ձեզ մոտ քանի հատ է, 12 շարք գործում ենք անփոփոխ։ 12 շարք անընդմեջ գործեցինք 54 հատիկ, հիմա պետք է շարունակենք։ Գործում ենք 4 օդային հատիկ։ Գտնում կենտրոնը մեջտեղի հատվածից, գտնում ենք կենտրոնական մասը եւ գործում միասին։ Եվ շարունակում ենք գործել 27 հատիկ։ Եվ եւս 4 հատիկ օդային հատիկների մեջ։ Արդյունքում ունեցանք 31 հատիկ, իսկ հիմա 5 շարք անընդմեջ գործում ենք 31 հատիկ առանց փոփոխության։ Հիմա գործում ենք նույն 31 հատերը առջևի մասից։ Միայն վերցնում ենք առջևի թելիկը։ 1 շարք։
Իսկ հիմա երկու շարք անընդմեջ գործում ենք առանց փոփոխության, սովորական հատիկներ։ Ես մարկեր չտեղադրեցի, որովհետև արդեն իսկ երևում է շարքի սկիզբը, որտեղից է սկսած շարքը, կավարտենք հենց այդտեղ։ Երկու շարք անընդմեջ 31 հատիկով։ Եվ այսպիսով կեզրափակենք ոտքի այս հատվածը։ Իսկ վերջում գործում ենք միացման հատիկ։ Մեկ օդային հատիկ, կտրենք թելը և սա էլ կթաքցնենք ներսում։ Նույն կերպ շարունակելու ենք գործել ոտքի երկրորդ հատվածը։ Ահա մեր տիկնիկի հագուստի այս հատվածը պատրաստ է, հիմա պետք է գործենք այս դիմացի մասը։ Այս հատվածից ծալում ենք, որպեսզի գեղեցիկ տեսք ունենա։ Ընկերներ, դիմացի հատվածից գտնում ենք 12 կենտրոնական հատիկները, նշում մարկերով ֆիքսում և սկսում։ Շարունակում ենք գործել նույն կապույտ թելով։ Առաջին հատիկի մեջ գործում ենք միացման հատիկ և ևս մեկ օդային հատիկ և շարունակում հաջորդ հատիկի մեջ գործել արդեն 12 հատիկ։ Իհարկե հատիկի մեջ չէ, հաջորդական հատիկներում 12 հատիկ են գործում սովորական։ 1 2 3 Իսկ վերջում գործում ենք մեկ օդային հատիկ, շրջում աշխատանքի ուղղությունը և նորից գործում 12 հատիկ։ Նույն հատիկի մեջ գործում ենք մեկ հատիկ, այն հատիկը, որով ավարտել էինք շարքը։ Շրջելիս գործում ենք նույն հատիկի մեջ, բաց չենք թողնում առաջին հատիկը։ 12 հատիկ գործում ենք և վերջում նորից օդային հատիկ։ Նորից շրջում ենք շարքը և գործում մեկ կրճատում։ Կրճատումը կարող ենք այսպես էլ անել։ Հելունով անցկացնել հատի միջով, դուրս բերել թելը և անցկացնել երկրորդ հատի միջով, նորից դուրս բերել թելը և երեքը գործել միասին։ Հաջորդական գործում ենք 8 հատիկ և վերջում կրկին կրճատում։ Նորից օդային հատիկ և հաջորդ 4-ից մինչև 8-րդ շարքը, այսինքն 5 շարք անընդմեջ գործում ենք 10 հատիկով, առանց փոփոխության։ Հագուստը ստացավ այսպիսի տեսք, հիմա պետք է գործենք այս ուսակապերը։ Ցանկալի է գործել հենց տիկնիկի վրա, որովհետև այստեղ անընդհատ մեզ պետք է չափել, տեսնել ավել կամ պակաս չլինեն մեր հատերը և պետք է գործենք օդային հատիկներ։ Մեկ հատ արդեն իսկ գործել եմ, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, հիմա ստուգենք 15-ը շատ է, հավանաբար 2 հատ պետք է հանել, 13 հատ։ Չմոռանանք հաշվի առնել այն փաստը, որ գործելուց այս թելը կկարճանա, այս գործած հատվածը համեմատաբար կարճանում է։ Եվ հիմա կգործենք հակառակ ուղղությամբ։ Հելունից անմիջապես հաջորդ հատիկի մեջ կգործենք
Սովորական հատիկ։ Երկու, ստացվեց այսպիսի ուսակապ, հիմա պետք է այս դիմացի հատվածը գործենք, նորից հավաքում ենք այնքան հատիկներ օդային, որքան նախորդ ուսի համար հավաքեցինք, ձեզ մոտ գուցե և տարբեր լինի, ինչքան որ դուք գործել եք, այդքան հավաքեք։ Նորից նույն կերպ գործում ետ ենք գնում շարքը, ուսակապը գործված է, հիմա պետք է այս կողային մասը գործենք, շարունակում ենք, մեկ, երկու, 8 և 9-րդը գործում ենք արդեն հագուստի ներքևի մասով և շարունակում ենք այս կողային մասը գործել, տեսնենք թե քանի հատ մեզ անհրաժեշտ կլինի։ Ես գործեցի 10 հատ, հիմա տեսեք ինչ ենք անում, վերցնում ենք մեկ հատիկ հագուստի ներքևի մասից և այս ուսից գտնում ենք մեկ հատիկ, դուրս ենք բերում թելը և գործում միասին, երկրորդը գործում ենք, վերցնում ենք թելը հագուստից, մեկ թելել ուսից և այս թելերը 3 գործում միասին, հիմա շարունակում ենք գործել, 1, 2, 3, ուշադիր եղեք, որ լինեն կենտրոնում, այս ուսակապերը լինեն կենտրոնում գործված, հիմա նույն կերպ գործում ենք մյուս թևիկի համար, վերցնում ենք մեկ թել հագուստից և մեկ հատիկ ուսից, և 3-ը գործում միասին, մեկ հատ օդային հատիկ և երկրորդը նորից նույնից, մեկ թել հագուստից, մեկ թել ուսից և 3-ը գործում միասին, ևս մեկ օդային հատիկ և շարունակում ենք գործել ամբողջ եզրով և շարունակում ենք գործել դիմացի այս եզրը ամբողջ երկայնքով։ Ահա և վերջ, հիմա այստեղ գործում ենք միացման հատիկ,
օդային հատիկ, կտրում թելը և վերջ։ Թելը կթաքցնենք, ինչպես և մյուս բոլոր թելերը։ Այս մասը ևս ավարտված է, սիրելիներս, կարող եք նկարել ձեր պատրաստած խաղալիքները, եթե իհարկե ինձ հետ զուգահեռաբար գործում եք, ցանկալի է, ուրախալի կլինի տեսնել ինչպիսի խաղալիք է ստացվում ձեզ մոտ, ինչպիսի տիկնիկ է ստացվում։